Բարեկամներ շարունակվում է խաղային երեկոն մեզ մոտ, հիչ առաջ Լեռնային Արցախը կարողացավ ոչ-որ հաշվով հաղթել Սիթիին։ Տեսնում ենք, հիմա երկրորդ հանդիպումն է այսօրվա ընթանում և խաղի մրցավարը Սուլի չկա, մեկնարկած է հանդիպումը, որտեղ միմյանց հետ մրցում են Վերդերը և Բավարիան, երկու հրաշալի թիմերի կատարմամբ հանդիպում, հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինելու բարեկամներ, տեսնենք ի վերջո ինչպիսի հանդիպում կընթանա, հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտարարություններին։ Վերդերի դարպասում է համար 1 Էդվարդ Հարությունյանը, համար 7 Էրիկ Էլոյան, համար 8 Համլետ Մկրտչյան, համար 10 Հայկ Մուրադյան, համար 11 թիմի ավակ Մարիս Մելքոնյան, հիմա Բավարյան է գրում, խանցում, վտանգավոր էր և արված դարպասից կտեսնենք համար 13 Կարո Թորոսյան, համար 14 Խաչատուր Էրզրումյան, համար 20 Գևորգ Պողոսյան և համար 23 Զորապ Ադարյան։ Բավարիա դարպասում է համար 13 Էմանուել Կեյտելը, համար 3 Գևորգ Կիրակոսյան, համար 5 Դավիթ Առաքելյան, համար 8 Արման Խաչատուրյան, համար 9 Արամ Եսյան, համար 10 թիմի ավակ Վաչե Միքայելյան, համար 11 Վարդան Վարդանյան, այլ անցել է գրոյի Վերդերը, վտանգավորը հեռացված է գնդակը, համար 55 Տիգրան Հակոբյան և համար 77 Վարդան Թովմասյան։ Բավարյան է անցել գրոյի, վտանգավոր է փոխանցում Վարդան Վարդանյան և աշիվը բացված հենց մեկնարկում բարեկամներ Վարդան Վարդանյանն է գոլեղինակ դառնում մեզ մոտ, բայց տեսնենք հիմա խաղի մրցավարը կդիտի այս դրվագը, ի վերջո տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Բարեկամներ գոլը արձանագրված է Վարդան Վարդանյանի 1-0 շատարը կարողացավ Բավարյան հաշվի մեջ առաջ անցնել, հետաքրքիր մեկնարկ ենք տեսնում մեզ մոտ, տեսնենք հիմա այս գոլին ինչով կպատասխանեն Վերդերի տղաները։ Տեսնում ենք 4-րդ խաղն անընդմեջ կարողանում է արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել Վարդան Վարդանյանը, իր 4-րդ գնդակն է հեղինակում Բավարիայի ֆուտբոլիստը։ Կրկին նային գնդակով, բայց այստեղ լավ գործեց Թորոսյանը պաշտպանությունում։ Փոխանցում Վարդանյանը գնդակով կրկին։ Խաչատուրյան լավ անցում, այստեղ հանգարեց հիմա խաղի մրցավարը Խաչատուրյանին։ Շարունակվում է հանդիպումը։ Խաղարկումներ կրկին, բայց Պողոսյանն է հիմա հեռացնում գնդակը, կարող է հիմա գրել Վերդերը, Ադարյան փոխանցում Էրզրումյանին, արված Կեյտելն է փրկում կրկին, Ադարյան արված այս անգամ էլ պաշտպանն է հիմա փրկում
Բավարիային վտանգավոր կարող է նորից լինել, Էրզումյան թողեց գնդակը Ադարյանին, Մելքոնյան, Պողոսյան երկարեց հիմա Վերդերի գրոհ, բայց պահեցին նրանք իրենց մոտ գնդակը ի վերջո ակտիվացան Վերդերի ֆուտբոլիստները Մուրադյան Բայց ի վերջո իր թիմի մոտ գնդակը Հայկ Մուրադյանը Ադարյան երվից հարված շեղ էր Զորապ Ադարյանի հարվածը լավ գրով կազմակերպեցին տեսնում ենք Վերդերի տղաները Չորս խաղ 3 հաղթանակ 1 պարտություն Վերդերի կողմից 9 միավորով նրանք 4-րդ հորիզոնականում են այս պայի դրությամբ իսկ Բավարյան 3 անընդմեջ մեջ պարտություն է կրել այս մրցաշարում եւ դեռ միավոր չի վաստակել բայց 3 հանդիպումներն էլ ուղղակի նրանք համար պայքարում չեն կարողացել միավոր վաստակել հիմա վտանգավոր կարող է լինել Առաքելյան փոխանցումը փակված է առաջին անկյունայինը կլինի այս խաղի Բավարիայի օգտին Միքայելյանն է վերցրել գնդակը Հատուց Առաքելյանի հետ, Առաքելյան փոխանցում հեռացված է գնդակը Խախտում հիմա Պողոսյանի պայքարում Արագ խաղարկեց այստեղ գնդակը Գևորգ Պողոսյանը Էրզումյան լավագույն ռմբարկուն է այս մրցաշարի Խաչատուր Էրզումյանը խփել է 13 գնդակ մի փոքր կրճատեց գոլերի տարբերությունը քիչ առաջ Մելքումյանը 1 գնդակ է զիջում Մելքումյանը Խաչատուր Էրզումյանի վտանգավոր էր Վարդանյան եւ Հարությունյանին դիպավ վերջին պահին գնդակը անկյունային կրկին Վերդերի դարպասին Մեսայան երվից հարված կրկին Հարությունյանն է փոխում իր թիմին տեսնում ենք այսօր Այս րոպեների ընթացքում մի փոքր խնդիրներ ունեն պաշտպանությունը Վերդերի տղաները, բայց բազմիցս տեսել ենք նրանց կողմից պարտվելիս հետ վերադառնան եւ հաղթանակ կորզեն նորից անկյունային ապուկ փոխանցում այստեղ Պողոսյանն է հեռացնում գնդակը Այն եզրային նետում կարողացավ վաստակել այս դրվագն Բավարյան Կարողացավ հիմա դուրս գալ, տեսնում ենք պաշտպանությունից Վերդերը, բայց Վարդանյանն է լավ գործում Կրկին գրոհում է Բավարյան, Թովմասյան հակված է այս փոխանցումը շարունակվում է գնդակով մնալ Բավարյան, Խաչատուրյան լավ խաղարկումներ բայց այստեղ մաքուր է գործել Պողոսյանը Արագ խլեց գնդակը հիմա Բավարյան, Վարդանյան արված Հարությունյանի նորից սեյվն ենք տեսնում այս խաղում անկյունային կլինի կրկին Վերդերի դարպասին տեսնում ենք շատ ակտիվ են նորից գործում Բավարիայի ֆուտբոլիստները իրենց գոլից հետո խաղարկեցին այստեղ անկյունայինը վտանգավոր կարող է լինել նորից Էդվարդ Հարությունյան այս անգամ ավելի հանգիստ է վերցնում գնդակը
Լավ անցում կատարեց այստեղ Պողոսյանը, Մելքոնյան, լավ խաղարկումներ։ Նորից Մելքոնյան եւ խախտում Միքայելյանի կողմից։ Տեսանք 10 րոպե անցավ բարեկամներ այս խաղից 1-0 հաշվով այս պահին Բավարիան հաղթում է Վերդերի Վարդան Վարդանյանի խփած գոլի շնորհիվ։ Հիմա այս տեսնենք այս Տուգանային ինչպես կիրացնեն Վերդերի տղաները։ Էծումյանն է գնդակի մոտ։ Մրցավարի Սուլի չկա։ Խաչատուր Էրզումյան, փափուկ հարված եւ այնտեղ դիպավ գնդակը ի վերջո Մելքոնյանին, բայց Շեղ ընթացավ այս հարվածը։ Երկար փոխանցում Գեյտերի կողմից, բայց Վարդանյանը չհասավ այս գնդակին։ Նորից խլեց գնդակը Բավարյան։ Տեսնում ենք տարածքային առավելությունը նրանց այս խաղում։ Տանգավոր գրողներն ավելի շատ են նրանց կողմից։ Մելքոնյան արված եւ գոլ։ Հավասարեցնում է հանդիպման հաշիվը Վերդերը։ Մայիս Մելքոնյան 1-1։ Մայիս Մելքոնյան 1-1 շատ արագ կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը Վերդերը։ Հերվից հատացով ուղարկեց գնդակը Մելքոնյանը Էմանուել Կեյտելի դարպասը, հիմա էլ խախտում Էլոյանի կողմից։ Սա Մելքոնյանի 6-րդ գոլն է այս մրցաշարում։ Բայց այստեղ գնդակը Բավարյանի իր մոտ, Եսայան, կետրոնում Արամ Եսայանը։ Եվ եզրային նետում ի վերջո վաստակեց այստեղ Բավարյան։ Դադար է տեսնում ենք մեզ մոտ բարեկամներ։ Պատածածկին է հայտնվել Մայիս Մելքոնյանը։ Այս մրցաշարում մեկը մյուսից շքեղ գոլեր է հեղինակում Մելքոնյանը, անցած մրցավեճում էլ ուղղակի Տուգանային հարվածով Տուգանայինից ֆանտաստիկ գոլ հեղինակ դարձավ։ Այսօր էլ նա լավ գոլ գրանցեց։ Խախտում Վաքելյան խաղարկեց այս ստանդարտը Թովմասյանի հետ, ում
Թոմասյան լավացում փափուկ փոխանցում եւ այստեղ չկարողացավ իմ այս փոխանցմանը եզրափակել Վաչե Միքայելյանը լավ մտահղացում էր, տեսնում ենք Վարդան Թովմասյանի կողմից Հրկվեց այստեղ Վերդերը Մերժումյանից խլեցին դաշտի կենտրոնում այստեղ գնդակը լավ են զգում իրենց խաղադաշտում տեսնում ենք այսօր Բավարիայի ֆուտբոլիստները հիմա հաղթում է արձանագրել այստեղ խաղի մրցավարը եւ վտանգավոր դիրքում հիմա ստանդարտ Բավարիայի օգտին Մրցավարի սուլի չկա տեսնենք հարված ուղիղ հարվածը պատին էր Դավիթ Առաքելյանի բայց անկյունային է վաստակում այստեղ Բավարիան Չեն շտապում այստեղ հիմա Բավարիայի տղաները Վարդանյան խլեցին նրանից գնդակ հիմա կենտրոնում Օսյան փոխանցում Մելքոնյան եւ խախտում ի վերջո Մելքոնյանի հետ պայքարում Էլոյանի մաչի եզրով շարժվում է առաջ Էրիկ Էլոյանը Տեսնենք Էլոյան փոխանցում եւ Էրժումյանի հարվածը մեկ հպումով տեսանք բայց շեղեր ի վերջո լավն էր այս գրո Վերդերի Էրիկ Էլոյանի անցումը տեսանք աչի եզրով Վերջին 5 րոպեները մնացին առաջին կեսին, բարեկամներ, 1-1 է այս պահին հաշիվը մեզ մոտ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում խաղադաշտում, հավասար պայքար, տեսնում ենք երկրորդ հատվածում առաջին կեսի ավելացրեց Վերդերը փոքր խաղթում Վարդան Վարդանյանի նկատմամբ Փափուկ փոխանցում նորից Հարությունյանն է փոխում թիմին անկյունային կտեսնենք Վերդերի դարպասին Հարկված է այս անկյունայինը Սայան, փոխանցում Խաչատուրյանի, ներվից հարված նորից անդրադարձ կրկին անկյունային Վերդերի դարպասին
Բավարյան փափուկ փոխանցում եւ Հարությունյանն է վերցնում գնդակը այստեղ։ Ագիստ եւ սկսում իր թիմի գրոհը։ Մելքոնյան կենտրոնում է Մայիս Մելքոնյանը, լավ էր այնտեղ նկատել Էլոյանին։ Բայց Գեյտելի ներ այս գնդակի վերջո։ Թովմասյան պտտվեց եւ հիմա խաղանկեր է փնտրում Վարդան Թովմասյանը։ Թովմասյան աչեզրով նետվում է առաջ, բայց առաջ թողեց այստեղի վերջո գնդակը Վարդան Թովմասյանը։ Հարությունյանի դարպասից կլինի արված։ Մելքոնյան պայծ գնդակի իր մոտ փոխանցում ձախ դեպի Պողոսյանը։ Բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց հիմա Գևորգ Պողոսյանին։ Լավ փոխանցում դեպի Առաքելյանը, ձախեզրում է Դավիթ Առաքելյանը, Բավարյանը անցել գրոհի, լավ խաղարկումներ, Առաքելյան փոխանցում, շատ ուժեղ էր այս փոխանցումի վերջը Դավիթ Առաքելյանի։ Խաչատուրյանը սխալվեց հիմա, Վերդերն է անցել գրոհի, Էրզումյան, լավ փոխանցում, բայց հեռացված է գնդակը։ Նետվեց կրկին Բավարյան գրոհի, Առաքելյան, լավ փոխանցում դեպի Եսայանը։ Եվ խախտում հիմա Էլոյանի կողմից։ Վտանգավոր դիրքում նորից ստանդարտ է վաստակել Բավարյան։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Բավարյայի տղաները։ Սուլի չկա, Առաքելյանն է գնդակի մոտ։ Դավիթ Առաքելյան, արված Հարությունյանն է փրկում իր թիմին։ Այս անգամ դիպուկ էր Դավիթ Առաքելյանի հարվածը։ Էլոյան եւ վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է, 1-1 հաշվով է ընթանում առաջին կեսը, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք եւ շարունակվում է մեզ մոտ երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո 1-1 է հաշիվը, հիմա շատ արագ անցավ Վերդերը գրոհի, բայց հեռացված է այս գնդակը։ Հետաքրքիր առաջին կես ստացվեց, Բավարիայից աչքին կա Վարդան Վարդանյանը, իսկ
Վերդերից Մայիս Մելքոնյանը, տեսնենք երկրորդ խաղակեսի ինչպես թիմերը կանցկացնեն։ Հիմա արագ վերիշենք թիմերի հայտարարությունները։ Վերդեր դարպասում Էդվարդ Հարությունյանը, Էրիկ Էլոյան, Համլետ Մկրտչյան, Այգ Մուրադյան, Մայիս Մելքոնյան, Կարո Թորոսյան, Խաչատուր Էրզումյան, Գևորգ Պողոսյան եւ Զորաբ Ադարյան։ Բավարիա դարպասում է Էմանուել Կեյտելը, Գևորգ Կիրակոսյան, Դավիթ Արաքելյան, Արման Խաչատուրյան, Արամ Եսայան վտանգավոր էր հիմա, չկարողացավ ֆիքսել Հարությունյանը արված փրկում է իր թիմին հիմա։ Թորոսյանը Եսանի արվածից հետո խառնաշփոթ էր այստեղ Վերդերի տուգանայինների մատույցներում փրկվեց հիմա։ Վերդերը մեկնարկում երկրորդ խաղակեսի, նորից կարող էր շատ արագ բաց թողնել այս խաղակեսում էլ գոլ։ Վերդերը բայց փրկվեց։ Վերջո Թորոսյանը փրկեց իր թիմին։ Արամ Եսայան, Վաչեմ Միքայելյան, Վարդան Վարդանյան, Տիգրան Հակոբյան եւ Վարդան Թովմասյան։ Սա էլ Բավարիայի կազմն էր։ Հիմա անցնենք մուն խաղին, տեսնում ենք ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը երկու թիմերն էլ։ Թովմասյան, Փափուկ փոխանցում, շրջադարձ արված Եսայանից։ Կրկին Թորոսյանն է փրկում իր թիմին։ Շքեղ գոլ կարող էինք տեսնել Արամ Եսայանից, Մելքոնյանն է հիմա խլել գնդակ եւ նետվել Գրոյի Էրզումյան արված վտանգավոր էր Խաչատուր Էրզումյանի դարպասածողը դիպավի վերջո շատ արագ գրոյ հիմա էլ տեսանք Վերդերից Այլ Բավարյան է գնդակով Չատուրյան փոխանցում և եզրային նետում վաստակեց այստեղ Բավարյան Շարունակում է Բավարյան մնալ գնդակով Չատուրյան Փափուկ փոխանցում և վերցրեց գնդակ հիմա Հարությունյանը արագ նետում Մելքոնյանն է սլանում առաջ և եզրային նետում վաստակեց իր թիմի համար Մայիս Մելքոնյանը Վերդերը անցած խաղում կարողացավ գոլառատ պայքարում հաղթել Ինտերին 7-2 հաշվով, այնտեղ բոլորն էլ լավ հանդիպում անցկացրեցին Վերդերից Մելքոնյանի շքեղ գոլը տեսանք, իսկ Բավարյան պարտվեց 1-2 հաշվում Լեռնային Արցախին, բայց նրանք արժանի էին այդ խաղում գոնե մեկ միավորի, Վարդանյան հրաշալի անցում, փոխանցում, վտանգավոր էր և Թորոսյանն է հիմա հեռացնում գնդակը անկյունային Վերդերի դարպասին Չատուրյան փոխանցում Թովմասյանը և հետ փոխանցում կատարեց այստեղ Վարդան Թովմասյանը երկրորդ տեմպով է շարունակվելու Բավարիայի գրոհ Խլեց հիմա Էլոյանը գնդակը և նետվում է հակագրոյի Վերդերը Էրիկ Էլոյան փոխանցում և եզրային նետում Վերդերի օգտին
Թորոսյանի փոխանցումը փակեցին։ Խախտում Աբրահամյանի կողմից դաշտի կենտրոնում Մասյան պայքարում է նրա դեմ Մայիս Մելքոնյանը, բայց մնաց գնդակը Բավարիային։ Եսայան Փափուկ փոխանցում։ Սխալվեցին Բավարիայի տղաները, կարող է հիմա ներքել գրոյի Վերդերը, բայց Ադարյանի փոխանցումը ուժեղ ստացվեց ի վերջո։ Լավ փոխանցում, բայց այս փոխանցման ճանապարհը փակված է, հիմա Բավարիան է անցնում գրոյին։ Խախտում է Լոյանի կողմից։ Ստանդարտ է վաստակել այստեղ հիմա Բավարիան։ Տեսնենք Թոմասյանն է գնդակի մոտ ինչպես կիրացնի այս ստանդարտը Բավարիայի ֆուտբոլիստը մրցավարի սուլիչը կա, Վարդան Թոմասյան արված, վտանգավոր արված էր Թոմասյանի կողմից, բայց շեղ ընթացավ նրա արվածը։ Մելքոնյանը չկարողացավ պահել իր մոտ գնդակը։ Արագ գոլ չտեսանք բարեկամներ այս հաղակեսում։ Մանկյունային է վաստակել այստեղ Վերդերը։ Հակված է անկյունային է Մելքոնյան հեռար արված շեղ էր այս արվածը Մայիս Մելքոնյանի։ Փոխանցում Թորոսյանից տեսանք, բայց հիմա էլ սխալվում է Խաչատուրյանը։ Եզումյան լավ խաղարկումներ, Ադարյան և տեսնենք հիմա ինչ էր, Ադարյանը ընկել է։ Խաղի մրցավարը ինչ որոշում կկայացնի այստեղ։ Կարծես թե գնում է Ադարյանի ուղղությամբ
Խաղի մրցավարը սիմուլյացիա է դիմել կարծես թե Վերդերի ֆուտբոլիստը, այո, տեղին քարտ է ստանում այստեղ, բայց դիտելու է ապահովության դեպքում այս դրվագը խաղի մրցավարը։ Բարեկամներ, խաղի մրցավարը իր որոշումը կայացրեց եւ այս դրվագում 11 մետրանոց է հիմա նշանակել Բավարիայի դարպասին, խախտել էր ի վերջո խաղի կանոնները այս դրվագում Տիգրան Հակոբյանը եւ զգուշացվում է դեղին քարտով, իրոք կար խախտում մրցավարի ասելով այստեղ։ Հիմա տեսնենք այս շանսից ինչպես կօգտվի Վերդերը, լավագույն ռմբարկուն է գնդակը վերցրել, Խաչատուր Էրզրումյանն ընդդեմ Էմանուել Կեյտելի, այսօր դեռ Էրզրումյանը իր խոսքը չի ասել, տեսնենք այս 11 մետրանոցը հիմա ինչպես կիրացնի Վերդերի հարձակվողը, մրցավարի սուլիչը կա, Խաչատուր Էրզրումյան արված, հրաշալի գոլ հեղինակ դարձավ Էրզրումյանը եւ այս խաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ է անցնում Վերդերը Խաչատուր Էրզրումյան 2-1 կարողանում է Վերդերը առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ անցնել բարեկամներ 11 մետրանոցը ուղղակի հրաշալի է իրացնում Վերդերի լավագույն ռմբարկուն հիմա տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի Բավարիան ի վերջո երկար փոխանցում Մելքոնյան բայց Աղադաշտում գնդակը Մայիս Մելքոնյանը, խառնաշփոթ է հեռացված է հիմա գնդակը Էլոյան այստեղ հիմա վտանգավոր գործեց Էրիկ Էլոյանը Ասը րոպե է մնացել բարեկամներ հանդիպման ավարտին տեսնենք Բավարյան հիմա պարտվողի կարգավիճակում է հայտնվել Թովմասյանը ստալվեց այստեղ եւ նետվում է գրոյի Վերդերը Մելքոնյան հրաշալի փոխանցում Էրզումյանին Էրզումյան այս փոխանցումը փակված է Վարդանյան խաղարկում է գնդակը Եսյանի հետ Հլեց գնդակ այստեղ Բավարյան, բայց շատ արագիր սխալը ուղում է հիմա Գևորգ Պողոսյանը եւ նետվում Վերդերը գրոյի Մելքոնյան, աչեզրում է Մայիս Մելքոնյանը ընկավ Մելքոնյանը այստեղ, բայց խաղի մրցավարը հիմա տեսնում ենք խախտում չի արձանագրել այստեղ արված կտեսնենք Էմանուել Կեյտելի պաշտպանած դարպասից խոտածածկին է դեռ Մայիս Մելքոնյանը Անկավ այս դրվագում Մելքոնյանը, բայց հիմա կանգնել է Վերդերի ավակը, տեսնում ենք
Հանդիպումը շարունակվում է բարեկամներ։ Հեռացեց այստեղ ընդդեմ ապահովության համար Հայկ Մուրադյանը։ Բավարյան է անցել գրոյի, Միքայելյան, կենտրոնի նվաչ է Միքայելյանը, լավ փոխանցում և Պողոսյանն է այստեղ լավ գործում պաշտպանությունում։ Բավարյան ներողություն Վերդերը կարող է նետվել գրոյի, Մելքոնյան դուրս եկավ ի վերջո դաշտի սահմաններից գնդակը տեսնում ենք արագ խաղարկված է գնդակը լավ խաղարկումներ հրաշալի անցում Առաքելյանից նորից լավ անցում Թովմասյան փոխանցում այս անգամ ստացվեց Վարդան Թովմասյանի հիմա կարող է հակագրոել այստեղ Վերդերը 3-3-ի Էրզումյան փոխանցում Էլոյանին Էրիկ Էլոյան բայց իր մոտ գնդակը Էլոյանը Էլոյան խաղանքեր է փնտրում Էլոյանը հետ փոխանցում կրկին Էլոյան և հետ փոխանցեցին ի վերջո գնդակը Վերդերի ֆուտբոլիստները չեն շտապում նրանք արդեն որովհետև հաղթում են այս պայի դրությամբ Մուրադյան Վերդերին է նետում է ի վերջո Կոնյան լավ փոխանցում է Էրզումյանին, բայց խլեցին նրանց գնդակը Այլյան լավ փոխանցում դեպի Առաքելյանը հաչեզրում է Դավիթ Առաքելյանը տեսնենք ինչ կմտածի նա Բավարիայի ֆուտբոլիստը փոխանցում կենտրոն Միքայելյանին Միքայելյան փափուկ փոխանցում և այստեղ չպայեց դաշտի սահմաններում գնդակը Արամ Եսայանը Մուրադյան երկար փոխանցում Անաջող է այս փոխանցում Հայկ Մուրադյանին Էլյան նետվեց Բավարյան գրոյի, բայց փոխանցումը չստացվեց Վաչե Միքայելյանին Բավարյան է գնդակով բարեկամներ, վերջին րոպեներն են ընթանում հանդիպման ավարտի, լարված վերջաբան կարող եք տեսնել Ռուսներով հեռացրեց գնդակը այստեղ Հարությունյանը հաղթում հիմա էլ Խաչատուրյանի հետ պայքարում հարկեցին այստեղ գնդակը նրանք Վարդանյան լավ փոխանցում Էլյան երվից արվածը պակված է Վարդան Թովմասյանի Միքայելյանը չէ գնդակով էղություն կինգրում է Բավարյան Վարդանյան այս ճանապարհով պակված է
տանգավ կարող է նորքին լինել, բայց այստեղ հեռացված է գնա, հիմա տեսնում ենք Տուգանային է վաստակել Բավարյան և դեղին կարդ Թորոսյանին, հաղթել է խայկանները, տանգավոր դիրքում Տուգանային Բավարիայի օգտին, տեսնենք այս Տուգանային ինչպես կիրացնի Վարդան Վարդանյանը, Սուլիչը կա մրցավարի, Վարդանյան փոխանցում Թովմասյանին, արվածը փակված է, շարունակվում է գնդակով Բավարյան լինել, Առաքելյան, Ապուկ փոխանցում Տուգանային հրապարակ, Թորոսյանն է հեռացնում գնդակը, նորից խլեցին գնդակը Բավարիայի ֆուտբոլիստները, Միքայելյան, նորից ստանդարտ, այս անգամ Առաքելյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը, մրցավարի Սուլիչը կա բարեկամներ, Դավիթ Առաքելյան, հարված, պատին է հարվածը, շարունակում է Բավարիայի գրոհը, Միքայելյան, Փափուկ փոխանցում, նորքին հեռացված է գնդակը, Փոփյան փոխանցում Տուգանայի հրապարակ, այս անգամ Էլոյանն է հեռացնում գնդակը, հենց Բավարյանն է անցել գրոհի, Թովմասյան մտավ Աչեզր, պայել է գնդակի իր մոտ, փոխանցում և Հարությունյանն է փրկում իր թիմին, բայց հարված դարպասից կտեսնենք բարեկամներ, վերջին րոպեն է, արդեն ընթանում այս խաղի, 2-1 հաշվով հիշեցնեմ Վերդերը այս պայն հաղթում է Բավարիային, բայց Բավարիան պայքարում է հիմա մեկ միավոր վաստակելու համար այս խաղում նրանք իմ կարծիքով արժանի են այսօր 3 խաղ անընդմեջ պայքարեցին, բայց չկարողացան միավոր վաստակել, այսօր էլ դեռ պարտվում են նրանք, հիմա Վերդերն է խլել գնդակը, Էրզումյան, խաղարկում է Ադարյանի հետ գնդակը, խլեցին նրանից գնդակը, Արագ նետվում է գրոհի Բավարյան, փոխանցում Թովմասյանին, Թովմասյան, մաքուր էին գործել այստեղ, Վարդանյան արված, Հարությունյանն է փրկում իր թիմին, Վերդերն է անցել գրոհի, փոխանցում, Էրզրումյան, հարվածել է պետք հիմա Էրզրումյան, բայց ուշացրեց հիմա հարվածը Խաչատուր Էրզրումյանը և խլեցին նրանից գնդակը, համար պայքար է ընթանում խաղադաշտում բարեկամներ, հիմա էլ Բավարյանը նետվել գրոհի և խախտում Վարդան Վարդանյանի, նկատմամբ և այս Մելքոնյանին վիճելու համար տեղին քարտ, այս դրվագի համար էլ զգուշացնում է Գևորգ Պողոսյանը, Շորորդ զգուշացումը տեսանք այս խաղում Վերդերի կողմից, նորից ստանդարտ Վերդերի դարպասին, Վարդանյանն է այս անգամ գնդակի մոտ, Սուլիչը կա, Վարդանյանը արվածը փակված է, կրկին ինչ հանդիպում է ընթանում ուղղակի բարեկամներ, Թովմասյան, այս հարվածն է փակված է, Առաքելյան փոխանցում Եսյանին, բայց ուժեղ էր այս փոխանցումը, շտապեց մի փոքր Դավիթ Առաքելյանը այս դրվագում,
Եվ վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտված է, Վերդերը կարողանում է կամային հաղթանակ տանել Բավարիայի նկատմամբ 2-1 հաշվով, 3 միավոր է վաստակում։ Այսօր Վերդերը ցավոք Բավարիան կրկին չկարողացավ միավոր վաստակել, բայց լավ հանդիպում անցկացրեցին Բավարիայի ֆուտբոլիստները, այսօր էլ 4-րդ անընդմեջ պարտությունը նրանց այս մրցաշարում, հետաքրքիր հանդիպումներ դիտեցինք բարեկամներ, այսօր այսքանն ենք պատրաստել ձեզ համար, բարի գիշեր եւ ամենայն բարիք։